առարկությունները այստեղ հնչեցվող փաստորեն վերաբերում են կայուն մեծամասնության դրույթին եւ երկու փուլով ազգային ժողովի ընտրություններ անցկացնելուն։ Հետաքրքիր է արդյոք այդ սահմանադրության մեջ հիմնական առարկությունները այդ երկու կետերն են, որովհետեւ այնտեղ կան նաեւ ազգային անվտանգության վերաբերող խնդիրներ եւ այլն, որոնք են ձեր դիտարկման հիմնական առարկությունները։ Եթե դուք նկատեցիք Սահմանադրության 89-րդ հոդվածի այդ վիճահարույց խնդրին, կարծիք էին հայտնում հիմնականում քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ մասնավորապես ազգային ժողովում փոքրամասնություն կազմող քաղաքական ուժերը, եւ դա ինքնին հասկանալի է, որ յուրաքանչյուր այս պահի դրությամբ փոքրամասնություն կազմող քաղաքական ուժ ինքը իր մոտ ունենում է մտավախություն հետագայում մեծամասնություն կազմելու խնդրի վերաբերյալ։ Եվ իհարկե Վենետիկի հանձնաժողովը նաեւ սպառիչ կարծեք թե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հայտնած կարծիքների վերաբերյալ իր դիրքորոշումը արտահայտեց եւ ներկայացրեց որոշակի նաեւ առաջարկություններ եւ մեկնաբանություններ, որոնք տեղ են գտել 89-րդ հոդվածում։ Իսկ բնականաբար դեռևս քննարկումները շարունակվում են եւ չի բացառում ձեր կողմից բարձրացված եւ ազգային անվտանգության այնտեղ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ կա, ովքեր որ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հիմնախնդիրներին ու մտահոգություններին են անդրադառնում։ Այնպես որ կարծում եմ այս պահին շարունակվող հարցերը միգուցե նաեւ իրենց մեջ ներառեն այն բոլոր հարցերն ու մտահոգությունները, որոնց մասին քիչ առաջ դուք ասացիք։ Պես նախագիծը արդյոք անկախ Հայաստանի Հանրապետության համար հարմար տարբերակ է, եթե ընդհանուր նայենք նախագծի տարբերակին։ Բազմիցս մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու յուրաքանչյուր բարեփոխված երևույթ, այդ թվում նաև իրավական քաղաքական փաստաթղթ, այնպիսի փաստաթղթ, ինչպիսին Սահմանադրությունը, իհարկե իր մեջ այդ դրական միտումներ եւ մեր հասարակության հոգեկերտվածքի համապատասխանության հարցը պիտի նկատի ունենա եւ ես որպես իրավաբանի կարծում եմ, որ այո, այս համանadrական բարեփոխումների եւ անհրաժեշտությունը վերանում ենք բոլոր այն վիճահարույց հոդվածների դրույթների առկայությունից եւ կա եւ նոր այնպիսի ինստիտուտներ, իրավական ինստիտուտներ, որոնք շատ վաղուց գործում էին ժամանակներ, որովհետեւ դրանք իրենց ամրագրումը գտնեն նաեւ մեր երկրի Սահմանադրության մեջ։ Խորհրդանական կառավարման մոդելը մեզ ինչքանով է համապատասխանում այս իրավիճակում, երբ մեզ անհրաժեշտ է կարծես ուժեղ նախագահական ինստիտուտ ունեցող երկիր։ Թե ինչ կառավարման մոդելի անցում կկատարի Սահմանադրությամբ, բայց որ երկրի կառավարման մոդելի հստակեցման անհրաժեշտություն կար, ես կարծում եմ դա միանշանակ էր։ Պարոն Մահմուդյան, փոքրամասնություններին, եթե անդրադառնանք ազգային փոքրամասնություններին, դուք հատկապես ինչպես կմեկնաբանեք, ինչպես են նրանք հետագայում ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, տեղ ունենալու խորհրդանում, այս նոր Սահմանադրությամբ հստակեցումներ կան արդյոք դրա հետ կապված։ Սահմանադրությամբ իհարկե 89-րդ հոդվածում շատ կոնկրետ եւ հստակ դրույթ է ամրագրված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պատգամավորական տեղեր հատկացնելու, իսկ մնացած բոլոր երևույթները, գործընթացները, ինչ թվականակով ում կողմից, երբ եւ այլն, դրանք բոլորը ընտրական օրենսգրքի լուծման խնդիրներ են։ Այս պահին որևէ մեկը ոչինչ ասել չի կարող։